Պարոն Հասանով, մենք ի վերջո ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորումների իման վրա ենք կարծես առաջին նստաշրջանի անցկացումը մեկնարկում։ Համաձայն նշված կարգավորման առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը եւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Մեր խմբակցության կողմից նշված հարցը բարձրաձայնվեց։ Հիմա դուք նիստը նախագահողն եք, տարիքով ավագն եք, ձեր խոսքում հիշատակեցիք 6-րդ, 7-րդ, 8-րդ գումարման ազգային ժողովների առաջին նստաշրջանի նիստերը, որտեղ վեհափառ հայրապետը ներկա է եղել։ Հիմա այստեղ հարց է առաջանում, ինչի համար նշված իրավունքը չի իրացվել, կարծում եմ դուք, որպես նիստը նախագահող, տարիքով ավագ, 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստերը նախագահող, պարզաբանում տվեք, ինչի համար ամենայն հայոց կաթողիկոսի իրավունքը չի իրացվել։ Շնորհակալ եմ։ Որպես տարիքով ավագ պատգամավոր, իմ իրավունքների մեջ դա չի մտնում, որ ես այսօր ձեր ասեմ, կաթողիկոսը կարող էր ինքը ներկայանալ, ոչ մեկ դրա դեմը չէր կարող առնել, եւ վերջապես այսօր ինձ պատիվ է եղել, որ ես այս խորհրդարանը ղեկավարեմ, երևի մի քանի ժամ հետո մենք ազգային ժողովի նախագահ կընտրենք, դուք ձեր բոլոր հարցերը կդիմեք մեր հարգարժան ազգային ժողովի նախագահին։